Ռուսաստանը փորձարկել է միջուկային էներգետիկ կայանքով Պոսեյդոն ստորջրյա սարքը, որը զգալիորեն ավելի հզոր է, քան Սարմատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն մեկնարկային շարժիչով այն արձակել կրող Սուզանավից, այլև գործարկել սարքի միջուկային էներգետիկ կայանքը, ասել է Պուտինը Մանդրիկայի անվան կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալ այցելության ժամանակ։ Պոսեյդոնը հզորությամբ զգալիորեն գերազանցում է Սարմատին։ Բացի այդ, այս հեռակառավարվող սարքի արագությունն ու խորությունն անգերազանցելի են աշխարհում, եւ հազիվ թե մոտակա ժամանակներում հայտնվի դրանց նմանը։ Այն որսալու մեթոդ գոյություն չունի, հավելել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Բաքվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ռուսաստանցի մասնագետների ձերբակալման հարցը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ներկայում ընթանում է քրտնաջան աշխատանք եւ նախագահը բարձրացրել է այդ բոլոր զգայուն հարցերը եւ դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, ասել է Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Պուտինի եւ Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքները։ Կրեմլի խոսնակն ընդգծել է հանդիպման կարևորությունը երկկողմ հարաբերություններում հենց այդ էջը միասին շրջելու տեսանկյունից։ Հուլիսին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու դատապարտել է 4 ամսվա նախնական կալանքի, Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբերխարդախության մեղադրանքներով։ Հոկտեմբերի 28-ին Բաքվի դատարանը նրանց նախնական կալանքը երկարաձգել է եւս 3 ամսով։ Լիտվայի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում որոշում է ընդունել փակել Բելարուսի հետ սահմանը։ Այդ մասին հայտնել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Նրա խոսքով որոշումը կգործի մինչև նոյեմբերի 30-ը։ Ռուգինիենեն չի բացառել որոշման ժամկետի երկարաձգումը։ Անցյալ շաբաթ Լիտվան 3 անգամ դադարեցրել է Բելարուսի հետ սահմանային անցակետերում ձևակերպումը Բելարուսի տարածքից մաքսանենգ ապրանքներով օթերևութաբանական զոնդերի ներթափանցման պատճառով։ Նաև աշխատանքներ դադարեցրել Վիլնյուսի օդանավակայանը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիլնյուսի որոշումներն անվանել է արկածախնդրություն եւ խելագար խարդախություն։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ից ի վեր Իսրայելի հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի, որից 46-ը երեխաներ են։ Նախարարության տեղեկացմամբ վիրավորների թիվը հասնում է 253-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Նուսեյրաթի փախստականների ճամբարում Իսրայելի ավիահարվածի հետևանքով նաև զոհվել են լրագրողներից մեկը եւ նրա կինը։ Այսպիսով Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 256-ի։ Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածների մի քանի քաղաքի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով ահաբեկչական թիրախներին եւ ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո վերսկսվել է հրադադարի ռեժիմի կիրառումը։ Համասը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ եւ Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու համար։ Խմբավորումը նշել է, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը պետք է պատասխան հարվածներ հասցնի իր զինվորների թիրախավորման դեպքում։ Պետք է հասկանալ, որ Համասը Մերձավոր Արևելքում խաղաղության շատ փոքր մասն է եւ նրանք պետք է իրենց լավ պահեն, հայտարարել է Թրամփը Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։ Մենք հասանք համաձայնագրի, մենք արդյունավետ հանդիպում ունեցանք եւ շատ բան քննարկեցինք, նշել է Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնի կազմակերպած ընթրիքից առաջ պատասխանելով համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցին։ Մենք կնքեցինք մեր համաձայնագիրը, գրեթե ավարտին հասցրինք այն, ավելի ուշ ավելացրել է նա, առանց մանրամասներ հաղորդելու։ Համաձայնագրի բացակայության դեպքում հարավկորեական մեքենաների եւ պողպատի արտադրողները պետք է վճարեին Միացյալ Նահանգների սահմանած 25% մաքսատուրքը հուլիսին համաձայնեցված 15-ի փոխարեն։ Դա նրանց անբարենպաստ դրության մեջ կդներ ճապոնացի մրցակիցների համեմատ, որոնք վճարում են 15% Միացյալ Նահանգների հետ Տոկիոյի համաձայնագրից հետո։ Ավելի վաղ Գյունջու քաղաքում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի ղեկավարների հանդիպումը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։